Մարոկոյում հարյուրավոր մարդիկ հարձակվել են անվտանգության ուժերի հենակետի վրա, հրդեհելով հաստատության մի մասը եւ մեքենաները։ Իշխանությունների հաղորդագրության համաձայն անվտանգության ուժերը կրակ են բացել, սպանելով 3 զինված երիտասարդի, որոնք փորձել են զենք հափշտակել։ Gen Z 212 երիտասարդական խմբավորման կազմակերպած բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են կրթության եւ առողջապահության բարելավում։ Gen Z-ի ցույցերը շարունակվում են նաև Մադագասկարում, հիմնականում պայմանավորված ամբողջ երկրում տիրող ջրի խիստ պակասով եւ հաճախակի հոսանքազրկումներով, որոնք տներն ու տնտեսությունը թողնում են առանց էլեկտրականության ավելի քան 12 ժամով։ Այնինչ սկսեց որպես հուսահատության ճիչ, արագորեն վերաճեց նախագահ Անդրի Ռաձուելինայի իշխանության դեմ լուրջ ընդվզման։ Շարժման առաջատար ուժը ոչ թե ավանդական ընդդիմությունն է, այլ սոցիալական ցանցերում կազմակերպված երիտասարդները, Gen Z-ն։ Նոր սերնդի շարժումները հիմնականում ոգեշնչվել են Նեպալում երիտասարդների առաջնորդությամբ անցկացված նմանատիպ ցույցերից, որոնք ցույց տվեցին, որ համացանցում սկիզբ առած դժգոհության ալիքը կարող է վերածվել իրական քաղաքական փոթորկի։ Նեպալում բավական է շարժումը պայքարելով կոռուպցիայի դեմ զանգվածային ցույցերի միջոցով ստիպեց իշխանություններին գնալ զիջումների եւ իրականացնել համակարգային փոփոխություններ։ Այսուհետև մենք պետք է կանխենք երիտասարդների արտագաղթը։ Մենք պետք է ինչ-որ բան անենք Նեպալի համար եւ այստեղ աշխատատեղեր ստեղծենք։ Այժմ եւ ապագայում այլևս կոռուպցիա չպետք է լինի։ Հազարավոր եւ միլիոնավոր երիտասարդներ ստիպված են եղել արտագաղթել, թող այդ օրերը այլևս չկրկնվեն։ Ես ցանկանում եմ ասել, որ բոլոր այն երիտասարդները, որոնք հեռացել են արտասահման, կարողանան վերադառնալ ու մնալ Նեպալում եւ աշխատանք գտնել։ Թող գալիք օրերը լինեն լուսավոր ու բարենպաստ։ Մադագասկարում մշտական հոսանքազրկումներն ու ջրի պակասը ցույցերի են հանգեցրել մայրաքաղաք Անտանանարիվուն դեռևս 2024 թվականի սեպտեմբերից, որից հետո շարժումը տարածվեց այլ քաղաքներում։ Երիտասարդները ցույցերը կազմակերպել են սոցիալական ցանցերի, մասնավորապես Facebook-ի միջոցով։ Բողոքները վերաճել են ոստիկանության հետ բախումների, իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ, նախազգուշական կրակոցներ արձակել։ Իշխանությունները նաև պարետային ժամ են սահմանել։ ՄԱԿ-ը հայտնել է առնվազն 22 զոհի եւ 100-ից ավել վիրավորների մասին։ Պատճառը վերագրելով անվտանգության ուժերի բռնի արձագանքին, սակայն Մադագասկարի արտգործնախարարությունը վիճարկել է այդ տվյալները։ Սեպտեմբերի 29-ին նախագահ Ռաձուելինան հեռուստաուղերձում լուծարեց կառավարությունը, խոստանալով երկխոսություն սկսել երիտասարդների հետ, սակայն վարչապետին զոհաբերելով դրությունը փրկելու փորձերը չմեղմեցին ցույցերը։ Գուցե մենք չենք բավարարել ձեր ձգտումները կամ նույնիսկ չենք լսել ձեր ապրած վախերն ու տագնապները։ Հետևաբար, համաձայն Սահմանադրության 54-րդ հոդվածի, ես այսօր որոշում եմ կայացրել ազատել վարչապետին եւ արձակել նրա կառավարությունը։ Սեպտեմբերի կեսերից էլ Պերուի երիտասարդներն են ոտքի կանգնել։ Նրանց առաջնորդությամբ ընթացող ցույցերն ուղղված են նախագահ Դինա Բոլուարտեի դեմ եւ պայմանավորված էին վիճելի կենսաթոշակային բարեփոխումներով, կոռուպցիոն սկանդալներով, տնտեսական անկայունությամբ, աճող հանցագործությամբ եւ 2022 թվականի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի կրակոցներից տասնյակ ընդդիմադիրների սպանության համար պատասխանատվության բացակայությամբ։ Մենք խաղաղ կերպով բողոքում էինք, բայց նրանք հարձակվեցին ժողովրդի վրա, կրակեցին, արցունքաբեր գազ օգտագործեցին։ Ոստիկանները լավ գործում են ժողովրդի դեմ, բայց երբ խոսքը վերաբերում է հանցագործներին եւ մարդասպաններին բռնելուն, նրանք այդպիսին չեն։ Gen Z-ի վերջին բողոքի ցույցերը Մարոկոյում, Մադագասկարում եւ Պերուում ոգեշնչված Նեպալի հակակոռուպցիոն շարժումից արտացոլում են երիտասարդ սերնդի վճռականությունը, սոցիալական ցանցերում բարձրացրած ալիքը վերածելով իրական եւ հուժկու քաղաքական շարժման, որը ստիպում է իշխանություններին կամ փախչել երկրից, կամ գնալ լրջագույն զիջումների, կամ պատասխանատվություն կրել երկրի աղետի եզրին հասցրած գործողությունների համար։ Դավիթ Գենջոյան, Open Media։